Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի ուժեղ Հայաստան խմբակցությունում վերջին միջադեպից հետո լուրջ քննարկում է տեղի ունեցել խմբակցության անդամների եւ պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։ Քննարկումներից հետո խմբակցությունը որոշել է ներողություն չհնչեցնել, քանի որ դրան կտրականապես դեմ է եղել հենց Էդգար Ղազարյանը, հայտարարելով, որ չի պատրաստվում նման քայլի գնալ, քանի դեռ իշխանության ներկայացուցիչներն էլ իր հասցեին վիրավորական եւ կոշտ արտահայտություններ են հնչեցնում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. մեր թղթակիցը նկատել է, որ ընդմիջումների ժամանակ ԱԺ ճաշարանում կարելի է հանդիպել գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների։ Ընդհանուր առմամբ ճաշարանը դարձել է պատգամավորների ոչ պաշտոնական շփումների վայր, որտեղ նիստերի դահլիճից դուրս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ հնարավորություն են ունենում ավելի անկաշկանդ շփվելու, իսկ ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության դեպքում պատկերը էապես այլ է։ Նրա խորհրդարան մտած 29 հոգանոց խմբակցության անդամները մեր դիտարկմամբ ընդմիջման ժամանակ հիմնականում միասին են մնում խմբակցության աշխատասենյակում, ավելին նրանց պատվիրած սնունդը ճաշարանից տեղափոխվում է հենց խմբակցության աշխատասենյակ։ Հրապարակ թերթը գրում է. մեզ պատմեցին, որ Արմավիր ՔԿՀ պետ Գարիկ Ծատուրյանը եւ տեղակալ Իշխան Հակոբյանը ջերմ հարաբերություններ ունեն գողականների հետ։ Երբ պաշտոնյաները մտնում են զոն, ողջագուրվում եւ անգամ պաչիկով են բարևում ՔԿՀ-ի երրորդ մասնաշենքում իրենց պատիժը կրող քրեական ենթամշակույթի հայտնի դեմքերից մեկի Արթուր Ասատրյանի նորագավիթցի ծուռի հետ, ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի եղբայրն էլ ջերմ հարաբերություններ ունի Նվեր Կիրակոսյանի, Նորագյուղցի Նվերիկի եւ մեկ այլ ավտորիտետի Սևոյի հետ։ Վերջիններիս միջոցով Թադևոսյանի եղբայրը փորձում է օգնել քրոջը կառավարելու բանտերը։